Արցախյան առաջին պատերազմի ողնաշարը համարվող ռազմական գործողության կադրերն են։ 1992-ի մայիսի 8-ից 9 հայկական զինված ուժերի համար պատերազմի շրջադարձային օրերն էին։ Ադրբեջանական զինված ուժերը օկուպացված Շուշիի բարձրադիր հատվածներից անընդհատ հրետակոծում էին Ստեփանակերտը։ Հարյուրավոր կամավորներ եւ զինվորականներ ձեռնամուխ եղան ադրբեջանցիների հարսանիքը կազմակերպելու լեռներում։ Հարսանիք լեռներում ծածկանունը կրող գործողությամբ անցան Բերդա քաղաքը ազատագրելու գործընթացին։ Մի քանի ուղղություններով մոտենալով քաղաքին, մերոնք շրջափակելով վերահսկողություն հաստատեցին Շուշիում։ Մենք սկսելու ենք առաջ գնալ, այսինքն ես խմբի կեսը կթողամ, խմբի կեսը կտանեմ առաջ։ Մարտերը հատկապես թեժ էին քաղաքի մատույցներում եւ Բերդի շրջակայքում։ 1992-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ուժերը լիովին վերահսկում էին Շուշին։ Հայկական կողմից ռազմական գործողության հրամանատարներից էր Արկադի Տեր-Թադևոսյանը, ում անունը մշտապես կապվում է Շուշիի ազատագրման հետ։ Շուշիի ազատագրումը մի քանի կարևոր հետևանք ունեցավ։ Դադարեցվեց Ստեփանակերտի ինտենսիվ հրետակոծությունը։ Հայկական ուժերը ստացան կարևոր ռազմավարական առավելություն։ Ստեղծվեցին պայմաններ հետագա ռազմական հաջողությունների համար։ Գործողությունը բարձրացրեց հայկական կողմի մարտական ոգին։ Հաղթանակի կենաց Աստված։ Ողջույն, հաղթանակի կենացը։ Լավ է դուշման։ Ամեն հոյակապ տեսարանը։ Աշխարհը ոնց որ քոնը լինի։ Օրվա խորհուրդը մայիսի 9 երկար տարիներ նշվել է որպես եռատոն Շուշիի ազատագրում, հայրենական մեծ պատերազմում հաղթանակ, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։ Շուշիի ազատագրումը մինչև այսօր շատերի համար ազգային միասնության, պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշն է։ Ամեն տարի մայիսի 9-ին եւ Հայաստանում եւ Արցախում հիշել են հերոսներին, խոնարհվել զոհվածների հիշատակի առաջ։ Մեր հաղթանակի այդ բերկրանքը ոնց որ այդ բերքը մենք քաղել ենք։ Արավիլ խամբի մեջ մտագոտ է մար, դու Շուշին այսօր էլ հայ ժողովրդի հիշողության ցավի եւ հույսի քաղաքն է։ Նրա քարերի մեջ են ապրում հաղթանակի պատմությունն ու վերադարձի հավատը։ Եվ գալու է օրը, երբ հայկական զանգերը դարձյալ կղողանջեն Շուշիում, կկանչեն Սուրբ Ղազանչեցոց, իսկ քաղաքը կա եւ կմնա հայկական մշակույթի, հիշողության եւ կյանքի կենտրոններից մեկը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։